Միացյալ Նահանգներում բախումներ են սկսվել իրավապահների ու ներգաղթյալների միջև Դելանի Հոլ կալանավայրի դիմաց։ Նյու Ջերսիի այդ կալանավայրը հայտնի է որպես ներգաղթյալների կալանավայր, որտեղ 300 ապօրինի ներգաղթյալ է գտնվում, ըստ նրանց հարազատների անմխիթար վիճակում։ Կալանավորված հարյուրավոր միգրանտներ 4-րդ օրն է հացադուլ են անում։ Նրանք հարազատներին հեռախոսով պատմել են կալանավայրի անտանելի պայմանների մասին։ Սննդի մեջ կենդանի որդեր են գտել միգրանտները։ Անհրաժեշտ բուժօգնություն չեն ստանում, իսկ բանտապահները անդադար սպառնում են իրենց։ Ներգաղթյալների ակցիային միացել են ակտիվիստներ ու դեմոկրատ սենատորներ։ Նրանք ներս մտնելու թույլտվություն են պահանջում։ Ուզում են իրենց աչքերով տեսնել, թե ինչ է կատարվում բանտի դռներից ներս։ Շատերն իրենց հարազատների հետ օրերով չեն խոսել։ Բողոքներից հետո բանտի տնօրինությունը սահմանափակել է հարազատների հետ հեռախոսազրույցները։ Ցուցարարներին ոչ միայն թույլ չեն տվել ներս մտնել, այլև արցունքաբեր գազ են բաց թողել ցույցը ցրելու համար։ Կան ձերբակալվածներ։ Պաշտոնական Վաշինգտոնը զրպարտություն է անվանում Դելանի Հոլի կալանավորների շուրջ սկանդալը։ Լարված իրավիճակ է նաև Մեքսիկայում։ Մորելիա քաղաքի բնակիչները մեղադրում են տեղական իշխանությանը հանցավոր կարտելներին չվերահսկելու համար։ Ցուցարարների խոսքով զինված մարդիկ ամեն րոպե փողոցում կարող են հարձակվել, կողոպտել ու սպանել ցանկացած մարդու։ Բողոքը սկսվել է, երբ մի քանի օր առաջ զինված մարդիկ դանակահարելով սպանել են քաղաքի ինքնապաշտպանական ուժերի 2 ներկայացուցչի։ Այդ արարքի համար որևէ մեկը պատասխան չի տվել, ձերբակալված չկա։ Քաղաքային իշխանությունը չի արձագանքում արդարություն ու ապահովություն պահանջող մորելիացիների բողոքին։ Բոլիվիայում համազգային բողոքի ալիքի 4-րդ շաբաթն է։ Վերջին 40 տարիների ամենածանր տնտեսական ճգնաժամը ստիպել է մարդկանց անկարգություններ սկսել 6 ամիս առաջ ընտրված Ռոդրիգո Պասի հրաժարականի պահանջով։ Զայրացած ցուցարարներին վերահսկելու համար իրավապահները երկրի տարբեր քաղաքներում օրվա ընթացքում մի քանի ժամ շարունակ արցունքաբեր գազ են կիրառում մարդկանց մուտքը կառավարական շենքեր թույլ չտալու համար։ Ոստիկաններն արդեն թույլտվություն ունեն մահացու զենքեր օգտագործելու։ Մեր ուղեղները լցնում են ասելով ազատություն, ժողովրդավարություն, բայց ժողովրդավարությունը միայն հարուստ մարդկանց համար է։ Աննախադեպ գնաճ է Բոլիվիայում։ Մեկ տարում գներն աճել են առնվազն 14%-ով։ Թող հրաժարական տա, թող գնա, այլևս չենք ուզում նրան տեսնել։ Ամեն ինչ թանկանում է, Բոլիվիան սքի մեջ է, այս հանցավոր կառավարությունն ամեն օր մամուլի ասուլիսում սպառնալիքներ է հղում Բոլիվիայի ժողովրդին։ Ռոդրիգո Պասի վերջին հայտարարությունն ավելի է սաստկացրել բոլիվիացիների բողոքը։ Երեկ նա հրապարակում ասել է, որ երկրի ղեկը չի զիջելու իր հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած փոքրամասնությանը։ Մարիամ Ամիրջանյան, Գագիկ Տերղազարյան, Հայլուր։